Երրորդ ռեյխ, բռնակալներ, խարդախներ, հանցագործներ, ոչ մասկին, ոչ տեսլային, ոչ ֆաշիզմին։ Ատելությունը երբեք հզոր չի դարձնի Ամերիկան։ Կառավարման լիազորությունները ստանձնելու 75-րդ օրը Թրամփյան վարչակազմի դեմ ոտքի են կանգնել երկրի բոլոր նահանգները։ Նախագահն ու նրա միլիարդատեր գործընկերը կատվածահար են արել միլիոնավոր ամերիկացիների կյանքը։ Ձեռքերը թեռու խորագրով հակակառավարական ակցիաների ժամանակ փողոց է դուրս եկել ավելի քան կես միլիոն մարդ։ Զանգվածային ցույցերն անցկացվում են 50 նահանգի ավելի քան 1200 բնակավայրում։ Թրամփից բողոքում են Ամերիկայի արհմիությունները, իրավապաշտպան կազմակերպությունները, իրավաբանները, վետերաններն ու բազմաթիվ այլ ակտիվիստներ։ Ցուցարարները պնդում են, իրենց իրավունքները ոտնահարված են։ Կարծում եմ շատ կարևոր է, հատկապես որպես կին մեր բողոքը հայտնել ու պայքարել մեր իրավունքների համար։ Ահա որ հիասթափված եմ։ Մենք ենք այն քաղաքացիները, որոնք պետք է փոխեն իրավիճակը։ Այսպես կոչված արդյունավետ կառավարման Թրամփի ու Մասկի քաղաքականությունը հակառակ էֆեկտն է տվել։ Ամերիկացիները կորցնում են իրենց աշխատանքը, գումարն ու կենսաթոշակը։ Քաղաքացիների պահանջը հստակ է՝ դադարեցնել սոցիալական ծրագրերի ֆինանսավորման կրճատումն ու թույլ չտալ փոքրամասնությունների դեմ գրոհը։ Ես նախկին ծովային հետևակ եմ, կարծում եմ վետերանների գործերով գերատեսչությունում 83,000 աշխատատեղի կրճատումը շատ վատ կանդրադառնա պատերազմի մասնակիցների վրա, որոնց աջակցություն է պետք։ Փողոց դուրս եկած ամերիկացիները Թրամփին անվանում են լուզեր, անհաջողակ, որը տանուլ է տվել մարդկանց կյանքը, ազատությունը, ապագան ու դաշնակիցներին։ Հավաքական ընդվզման մասնակիցները պնդում են, Ամերիկայում ծաղկում է ֆաշիզմը, Թրամփն էլ Հիտլերին է նմանվում։ Շատերը ներողություն են հայցում մարդկությունից իրենց անխոհեմ ղեկավարի իմպուլսիվ քայլերի համար։ Ամերիկայի ու ամբողջ աշխարհի խառնաշփոթի հեղինակը զանգվածային ընդվզմանն այսպես է արձագանքում։ Բազմահազարանոց ցույցերը Թրամփի անդորրը չեն խաթարում։ Նա իր գոլֆի ակումբում վայելում է ուիքենդը։ Ամերիկացիների կողքին կանգնած է նաև ամբողջ Եվրոպան, որին Դոնալդ Թրամփը տնտեսական պատերազմ է հայտարարել։ Միացյալ Նահանգների նախագահի արմատական քաղաքականության դեմ հուժկու ակցիաներ են Պորտուգալիայից մինչև Գերմանիա։ Միացյալ Նահանգների ու ամբողջ աշխարհի ազատությունը զոհասեղանին է դրված։ Մենք բոլորս պետք է պայքարենք, մեր ձայնը բարձրացնենք։ Մենք պետք է վստահ լինենք, որ բոլորն են հասկանում, որ չենք հանդուրժելու այս անարդարությունը։ Եվրոպացիներն ավելի լավ են հասկանում, թե ինչի կարող են հանգեցնել Թրամփի վարչակազմի ավտորիտար գործողությունները։ Թրամփի կառավարությունը Միացյալ Նահանգները տանում է դեպի 1930 թվականի Գերմանիա։ Դա հստակ է, նա հարձակում է գործում լրատվամիջոցների ուսումնական հաստատությունների վրա, կրճատում է սոցիալական անվտանգության, առողջապահության գումարները, մարդիկ սովի են մատնվելու, նա ավերում է երկիրն ու ամբողջ համակարգը։ Ամբողջ աշխարհն է գիտակցում, որ Թրամփի տնտեսական ու միգրացիոն խիստ քաղաքականությունը պայթյունավտանգ սպառնալիք է մարդկության համար, հետևաբար գիտակցում է, որ անհրաժեշտ է կանգնեցնել նրան։ Թրամփի մաքսատուրքերը արյունալի կոտորած են առաջացրել ասիական ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ֆոնդային շուկաներում, գրում է BBC-ն։ Տարածաշրջանի հիմնական ֆոնդային ինդեքսները Շանհայից Տոկիո, Սիդնեից Հոնկոնգ փլուզվել են սակարկումների մեկնարկից անմիջապես հետո։ Համաշխարհային շուկաներում աննախադեպ անկումը Թրամփին բոլորովին չի մտահոգում։ Ավելին, Սպիտակ տան ղեկավարն այն համեմատել է անհրաժեշտ տեղահաբ ընդունելու հետ, երբ օրգանիզմը սկսում է արձագանքել բուժմանը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։